Իսրայելական ավիահարվածներից զոհեր ու վիրավորներ չկան իրանահայերի շրջանում։ Մենք ոչ վիրավոր, ոչ մահ։ Թեհրանի կենտրոնը հրթիռակոծության չի ենթարկվել, իսկ հայերը մայրաքաղաքի կենտրոնում են ապրում, պատուհաններից են հետևում ռմբակոծություններին։ Բարեբախտաբար հայկական թաղամասերը, որը հիմնականում Թեհրանի կենտրոնում են գտնվում, այս երկու օրվա ընթացքում որևէ ռմբակոծություն տեղի չի ունեցել, վիրավոր կամ մահ չի գրանցվել, կյանքը բնական հունով ընթանում է։ Իսակ Յունանեսյանի պնդմամբ Թեհրանում սննդի պակաս չկա։ Առավոտյան, երբ դադարել է հրթիռակոծությունը, մարդիկ սովորականի պես դուրս են եկել տներից, անցել առօրյա գործերին։ Ես առավոտյան մի 2 ժամ առաջ փողոց էի դուրս եկել, ժողովուրդը հանգիստ քայլում էին, առևտուր էին անում եւ ոչ մի խուճապ դեր չկա։ Ռմբակոծված Թավրիզի ու Սպահանի հայերն էլ իսրայելական հարձակումներից չեն տուժել, վստահեցնում է Թեհրանի Հայդատի հանձնախմբի նախագահը։ Թե Իսպահանը, թե Թավրիզը ռմբակոծվել է, բայց բնակելի թաղամասներ չի ռմբակոծվել, քաղաքից դուրս, ավելի շատ քաղաքից դուրս ռազմական եւ նավթամշակման զտարաններն են թիրախի մեջ եղել եւ ռմբակոծվել։ Իսրայելի հայ համայնքում անքուն գիշեր են անցկացրել։ Այս գիշեր շատ ծանր էր, այս գիշեր ժամը 1-ի կողմեն էր, եթե չեմ սխալվում, առաջին հզոր ուրեմն տագնապը եղավ, մեզ տագնապով ոտքի հանեցին ողջ բնակչության Իսրայելի, երեկվանից մինչև այսօր չենք քնել։ Տագնապի վերջին ազդանշանը Թել Ավիվում այսօր վաղ առավոտյան է հնչել։ Առավոտ 5-ից 15-ին է շատ ուժ ու տագնապ հնչել եւ հրթիռներ են ընկել Իսրայելի տարածքի վրա, որջ ընթացքում մենք երեխաների դրամբապած տարաններում ենք նստած, որովհետեւ նստում ես թիկունքի ծառայությունը հորդորում է դուրս չգալ դրամբապած տարաներից, սպասել մինչեւ հրահանգ լինի դուրս գալ այդտեղից։ Հայաշատ Ռիշոն Լեցիոն քաղաքի վրա է ընկել մեկ հրթիռ։ Տագնապի ազդանշանը չի միացել, 2 մարդ մահացել է, տասնյակ վիրավորներ կան։ Նրանց մեջ չկան հայեր, Իսրայելի հայ համայնքը մարդկային կորուստ չունի։ Բոլորիս վիճակն է նույնն, ինչպես Իսրայելի մյուս բոլոր քաղաքացիներին, այնպես էլ հայերին է, նույն ենթարկում ենք թիկունքի ծառայության բոլոր հորդորներին, բոլոր ուրեմն հրահանգներին։ Էդգար Ղուշչյան, Միլենա Պողոսյան, Հայլուր։